Ճիշտ է որ հոկտեմբերի 27-ին Սեֆիլյան Ժիրայրը ձեզ զանգել էր ու ասում էր որ մորուքը սատկել է, մորուքին սպանել են ու դուք հայհոյել եք եւ այդ բոլոր զապիսները KGB-ում կան ու միջև օրս չեն ասում, հələ դեռ միջև հիմա ասում են ձեզ Նայիրի Հունանյանն էր զանգել, կասեք այդ մասին, ինչ է կերնացել։ Այն ինչ որ զանգել է, դա այո, տենց եղել եւ փոխանցել որ այդ հանցագործները ուզում են որ դուք կաք բանակցությունների, ես բացատրել եմ որ զեկուցեք նախագահի ապարատ, եթե կգտնեմ որ ես պիտի գամ, ուրեմն ես կգամ։ Այդքանը իսկ ձեր ասած ամբողջովին իրականությունն է։ Մարտի 1-ին հրապարակված աղմկահարույց հարցազրույցի այս հատվածի շուրջ քննարկումներն օրերս կրկին ակտիվացան, երբ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ուղիղ հարց ուղղեց գլխավոր դատախազաննա Վարդապետյանին։ Սա շատ կարևոր դրվագ է, ես գիտեմ, որ նախաքննական մարմինը չի կարողացել այդ ժամանակ գտնի Ժիրայր Սեֆիլյանին եւ հարցաքննի։ Հետագայում դեպքերը այլ ձև զարգացան եւ հիմա այս դրվագը ինչ եք կարծում, չարժի որպեսզի նախաքննական մարմին անջատված մասով մի հատ բանանի, ուսումնասիրի։ 5 օր առաջ Քոչարյանի, այսպես ասած, ուղղորդումը երկար սպասեցնել չտվեց։ Սեֆիլյանը 3 քննչական կոմիտեում հարցաքննվել է, որից որոշ մանրամասների անդրադարձել է Ազատության ռադիոկայանի հետ զրույցում։ Ուղիղ կապ կա Բաբայանի հայտարարության, Քոչարյան Անդրանիկի մեջբերման խորհրդարանում Բաբայանի խոսքը անշուշտ արիթը ասեցինք որ այսօր ինձ հրավիրելու քննության արիթը եղել է այդ հայտարարությունը։ Իսկ հարցաքննությունը երկար տևեց։ Չէ, երկար չի տևել, ինչքան հիշում եմ 30 քանի րոպե է տևել, ցեվական բնույթ կրող։ Միայն հեռախոսազանգի մասով էին ձեզ հարցեր ուղղում։ Ընդհանուր բարձ է որ մեկ հարց պիտի չտային, բեմականացումը պիտի իր կանոնները ունի, ինչպես ասում են։ Անհետ վիճակ։ Երեկվա հարցաքննությանը ներկա Սեֆիլյանի ներկայացուցիչ փաստաբան Արայիկ Պապիկյանը հստակ միտում է տեսնում, ասում է, գործընթացը քաղաքական պատվեր է եղել։ Առավելապես նման էր քաղաքական պատվերի երեկվա հարցաքննություն ամենայն հարգանքով նախաքննության նկատմամբ, բայց որոշ հանգամանքներ մեզ հուշեցին, որ երեկվա հարցաքննության տակ թաքնված էր այլ հանգամանքներ, քան զուտ իրավաբանությունը։ Ֆակտոր TV-ին փորձեց մանրամասներ ճշտել հենց Բաբայանից, սակայն նրա օգնականը նշեց, որ այս մասին որևէ նոր մեկնաբանություն չունեն։ Պարոն Բաբայանն ամեն ինչի մասին ժամանակին հայտարարել է, բացի այդ էլ կա ձայնագրություն, իսկ բաց աղբյուրներում նաև սղագրություն, նշեց Բաբայանի օգնականը։ Իսկ ինչ կապ ունեն Սեֆիլյանն ու Բաբայանը եւ ինչու են հարցաքննվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի արյունալի իրադարձությունների գործով։ Ֆակտոր TV-ին գտավ բաց աղբյուրներում հայտնված Սեֆիլյանի հարցաքննության սղագրությունը, որից որոշակի մանրամասներ են հայտնի դառնում։ Մասնավորապես, ըստ 2000 թվականի փետրվարին տված նրա ցուցմունքի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տանն է եղել, երբ 19:30-ի սահմաններում իրեն է զանգահարել Նայիրի Հունանյանը, որին Սեֆիլյանը ճանաչել է 1990 թվականից որպես դաշնակցական։ Նայիրի Հունանյանը զանգահարեց իմ բջջայինին, ասաց Ժիրո, Նայիրին է խոսողը։ Ես հարցրեցի, որ Նայիրին, ասաց չես հիշում, Նայիրի Հունանյանն է, չես լսել թե ինչ է կատարվում։ Ես ասացի, որ հիշեցի նրան։ Նա ինձ հարցրեց, ունեմ Սամվել Բաբայանի հեռախոսահամարը, ասացի ունեմ։ Հունանյանն ինձ տվեց 2 հեռախոսահամար, ասելով դրանք փոխանցեմ Սամվել Բաբայանին, որ վերջինս զանգահարի իրեն։ Ըստ Սեֆիլյանի ցուցմունքի այդ զանգի մասին ինքն անմիջապես տեղեկացրել է ազգային անվտանգության նախարարությանը, ապա կապ հաստատել Սամվել Բաբայանի հետ։ Սամվել Բաբայանին ասացի, որ ազգային ժողովում դեպքեր են եղել, Բաբայանն ասաց լսել է այդ մասին։ Պատմեցի, որ Նայիրի Հունանյանը կապվել է ինձ հետ եւ փոխանցել հեռախոսահամարներ, որ ես դրանք տամ իրեն եւ ասեմ զանգի Հունանյանին։ Բաբայանը ասաց, «Էդ գիժ է, գործ չունես, ոչ մի բան էլ պետք չէ նրա հետ կապ հաստատելու» եւ չուզեցավ իմանալ, թե ինչ համարներ է տվել Նայիրին։ Բաց աղբյուրներում հայտնված այս ցուցմունքից 25 տարի անց Սեֆիլյանը կրկին հարցաքննվել է հոկտեմբերի 27-ից անջատված գործի շրջանակում, ըստ փաստաբան Պապիկյանի, որևէ նոր բան չի ասվել հարցաքննության ժամանակ։ Հարցաքննության ժամանակ անդրադարձ է եղել փաստացի այն բոլոր հանգամանքների, որոնց մասին Սեֆիլյանն արդեն ասել էր դեռևս 25 տարի առաջ, եւ միակ նորությունը մեզ համար եւ պարոն Սեֆիլյանի եւ ինձ համար դա Սամվել Բաբայանի հնչեցրած արտահայտություններ, սա ինքնին խոսում փաստ է, որ հարցաքննության տակ գտնվում էր այդ քաղաքական շարժառիթը։
Իսկ որն է եղել մատնանշվող քաղաքական շարժառիթը, փաստաբանն ընդգծում է, առջևում ընտրություններ են։ Շուտով մոտենում ենք, նախընտրական փուլ է, ակտիվացման փուլ է եւ որոշ գործիչներ ցանկանում են ակտիվություն ցուցաբերեն։ Մյուս կողմից էլ մեր հանրությանը գուցե փորձում են ցույց տալ, որ հոկտեմբերի 27-ով գործ են կատարում։ Ես ափսոսանքով պիտի նշեմ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, մարտի 1-ի այդ ողբերգությունը, այս քրեական վարույթները քաղաքական գործիչները սեփական շահը առաջ տանելու նպատակով են օգտագործում։ Մոլորեցնում են հանրությանը, ցանկանում են դիվիդենդներ հավաքել։ Ի վերջո, ինչ կտա Սեֆիլյանի այս հարցաքննությունը եւ ինչպես կանդրադառնա գործի վրա, պարզ կդառնա առաջիկայում։ Այս գործի նոր քննության համար հիմք է հանդիսացել հոկտեմբերի 27-ի հարձակման ժամանակ զոհված ազգային ժողովի փոխխոսնակ Յուրի Բախշյանի կնոջ Անահիտ Բախշյանի 2019 թվականի դեկտեմբերի դիմումը, որով վերջինս գլխավոր դատախազությունից պահանջել էր վերացնել հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, իսկ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել ազգային անվտանգության ծառայությանը։ Անկախ Հայաստանի ամենաողբերգական իրադարձություններից մեկը տեղի ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ Նաիրի Հունանյանը եղբոր քեռու եւ մի քանի այլ անձանց հետ Հայաստանի ազգային ժողովի վրա հարձակում իրականացրեց հերթական նստաշրջանի կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը, եւս 8 հոգի վիրավորվեցին։